Հանուն հոր և որդվո և օգուին սրբո ամեն։ Արյաբադիվ կերաբայզարդեր, կերարկելի և կերաբադիվ հայրեր, բարեշնոր սարգավակներ, արաքինազարդ քույրեր, սիրելի եղբայրներ և քույրեր ի Քրիստոս։ Այսօր կարասնորդած շրջանին 4-րդ գիրագին է։ Եթե խորինք և մտածենք և վերադառնանք նախօրյակ գիրագիներու ընթերցումներուն, կտեսնենք, թե ինչպես մեր եկեղեցին գարաշնորհ է մեզի քայլ առ քայլ հարաճ երթալու, խորք ավելի խորանալու մեր հոգևոր կյանքի մեջ և մեզի գտնե ճանապարհորդությունը վրա, որպեսզի իմանանք, թե մենք ինչպես պիտի ապրենք այս սուրբ շրջանը։ Ինչպես կհիշեք, թե առաջին գիրագին մեզի Քրիստոս հրավիրեց հիմնական 3 գործադրություններում՝ աղոթք, բակ և ողորմություն։ Եվ ինչպես զանոնք ապրիլ ոչ թե մարդոց դիմաց, այլ փորձել խորքին երթալ և ադիգա փորձել մեզի համար դարձը ըլլա մեր հոգևոր կյանքին և մոտենալու համար ավելի Աստուծմե։ Երկրորդ գիրագին մեզի կդեղափոխե արտաքին գործերեն ավելի երթալու դեպի սրտի խորքը։ Այլևս չի բավեր մեր գործերը, թե մենք ինչ կգործենք, այլ մեզի կդանի, թե ինչ կմտածենք։ Այլևս բավարար չէ սպանությունը միմիան մեղք չէ, այլ նաև փարգությունը կդառնա մեղք։ Շնությունը բավարար չէ, այլ նաև բոլոր քեշ մտածումները, որ մեր մեջ կգոյանան, արդեն իսկ կմեղանչենք։ Հրավեր մգլա մեզի, որպեսզի նաև ինչպես սրբացնենք մեր գործերը, այլ նաև մեր մտքերն ու սիրտը։ Երրորդ գիրագին, անցյալ գիրագին, անարակ որդիի արագին մեջ կտեսնենք Աստուծո ողորմությունը և մեր ապաշխարությունը։ Այն հայրը, որ կսպասի ամեն մեկը մեզմե, որպեսզի այս շրջանին վերակաղե ինքզինքը և տեսնե, թե իր սխալը ուր է և վերադառնա իր հոր մոտ։ Այսօր 4-րդ գիրագին մեզի եկեղեցին գուտա անիրավ տնտեսին արագը։ Այսօրվա ավետարանը կրնա զարմացնել ընթերցողին, շփոթել, որովհետև ինչպես կարելի է Քրիստոս քովել անհավատարիմ մարդումը, անիրավ տնտեսիմը, ինչպես կարելի է քովել զայն։ Եվ հոն կպատասխանե մեզի նաև Ղուկաս ավետարանիչը ասելով, թե Քրիստոս չքովեց անոր անիրավությունը, այլ քովեց անոր խելամտությունը, խելացիությունը։ Բայց եկեք մեկ կատնայինք, թե ինչի մեջ ան խելացի գտնվեցավ։ Խաբելու մեջ վստահ ոչ։ Եթե մտածենք և գարտանք այս արագներեն առաջ հատվածը, որ կսկսի Ղուկաս ավետարանիչը, կսե Քրիստոս նստած էր մաքսավորներու և մեղավորներու հետ։ Եվ այդպիսի մարդոց մտայնությունը Քրիստոս շատ լավ գիտեր, որ միմիան կմտածեն վաճառքի մտածողությամբ, առ և դուրի։ Ամեն ինչ կրնամ շահիլ, ամեն ինչ ես կրնամ գործել։ Եվ անոր համար է, երբ կտեսնենք, թե այս արագի մեջ անիրավ տնտեսը ինչ կսե, գսե ժամանակս վերջացած է, դերը հաշի պիտի ուզե ինձ մե, գխորի, աղաչեմ, մուրամ, կամ շնամ, վարժված չեմ, աշխատիմ,
ուժ չունիմ, նորեն վարժված չեմ։ Ինչ կմտածե, կսե ուրեմն ինչ անեմ, ան չի ժխտիր, չի պախչիր իրականութենեն, այլ կմտածե ինչպես ապահովեմ իմ ապակաս։ Եվ ոնե որ Քրիստոս գկովե անիրավ դնդեսին, որովհետև մտածեց գրծավ որոշում առնել իր կյանքի մեջ, որբեսի լուծում կդնե եւ իր իրավիճակը փոխե եւ գուտա իրեն մեկ նախատասությունը ասելով ուզես վաճառքի ցևով մտածել այս կյանքը ասեք ու գարցիկը կյանքին մասին ավասիկ ողորմությունը լավագույն արարքն է հրամե գործատրե շատ անգամներ մենք եւս կմտածենք թե մենք խելացի ենք եւ նաեւ Աստուծո հանդեպ կմտնենք վաճառքի մեջ այսօր Քրիստոս մեզի գհրավիր է որբեսի որոշումը առնենք մեր կյանքի մեջ ողորմության որոշումը որովհետեւ իսկական որոշումը որ կգրնա փոխել մեր կյանքը եւ ապահովել մեր ապական այն է ողորմություն կորձել այսօր մենք որպես քրիստոնյաներ շատ անգամներ կգարձենք թե քրիստոնեությունը ապահոված ենք մեր վերջը թեգուզ մենք դերևս որովհետև մենք դիպլոմը նկարդես թե քրիստոնեությունը մեր հավատքը մեր կրբանի մեջ դրած ենք արդեն որովհետև ես Իրաքի օրերը եկեղեցի ներկա կգտնվիմ որովհետև ես մգրդված եմ որովհետև ես աստվածապան եմ աստվածապանություն կսորվիմ որովհետև ես սուրբ գիրքը գարտացած եմ մեկ անգամ չէ 10 անգամ եւ կգարձենք թե ոն կվերջանա ամեն բան արդեն ապահոված ենք մեր վերջը գուկա մեզի Քրիստոս հրավիրելու գոչ ուղելու որբեսի որոշումը առնենք եւ հասկանանք թե քրիստոնյայի կյանքը ընթացք մնե մեկ որոշումով չվերջանար այլ որոշումն է որ ամեն օր եւ ամեն վարյան պետք է առնել մեր կյանքի մեջ սիրո որոշումը ադելության հանդեպ խոնարհության որոշումը ինքնահավանության դիմաց արտարության որոշումը որ պետք է առնել ամեն օր եւ ամեն վարյան անիրավության հանդեպ այսօր հարցումը որ կարելի ամեն մեկը մեզ մե ուղե իրանցին ուր կգտնվենք այս որոշումներու մեջ ամեն օր երկրորդ գեդը որու մասին ուզեմ խոսել այն նախատասությունը երբ Քրիստոս կսե չեք կրնար ծառայել Աստուծո եւ մամոնային մամոնան բառը կնշանակի հարստություն երբ ան գտարնա գուրկ խնդիրը դրամը չէ այլ անոր նկատմամբ կապվածությունը այսօր եթե մտածենք ամեն մեկը մեզ մե ինչ է քու մամոնատ ինչ է գուրկը որ դու ստեղծած ես յանքիդ մեջ ամեն մեկը մեզ մե մամոնամ ունի իսկ այսօր Քրիստոս գհրավիր է նաև բոլորիս որբեսի զադենք մեկ դեր երկու դերեր չենք կրնար ծառայել նաև որոշումն է որ պետք ենք կայացնել մեր յանքին ընթացքին եւ այս 40-րդ շրջանը լավագույն ադենն է որբեսի մենք գիտնանք մեր առաջնահերթությունները դնել եթե Աստված չգա մեր գետրոնին մեր յանքին գետրոնին ապա ամեն ինչ բարաբի է Սուրբ Պարսեղ գսե մեզի կեսարացին այն հացը որ գբահես սովածին հացն է
Այսինքն մենք այս կյանքի մեջ այն ինչ որ գործենք, մեզի կսպասե երկինքի դռներում առջև։ Այս ավետարանը նաև կսորվեցնե մեզի, թե մենք դնդեսներ ենք։ Եվ Աստված մեզի վստահեցավ շատ բաներում։ Ժամանակը, շնորհքները, հարաբերությունները, դրամը, եկեղեցական ծառայությունը, բոլոր այս շնորհքները, որ Աստված մեզի բարգեված է, ինչպես դնորինենք։ Այսօր պատասխանատվությունը տված է մեզի Աստված, որպեսզի գործենք սրբությամբ։ Հետևաբար ուզեմ եզրափակել սիրելի եղբայրներ եւ քույրեր, թե այսօրվա ավետարանը մեզի բարձ ցույց խոր հարցի մարջև գտնե, թե ով է մեր կյանքի իսկական դերը։ Աստվածն է, թե հարստությունը, թե հաճողությունը, թե իշխանությունը։ Եկեք միասնաբար այսօր եւ այս 40-օրացի շրջանին աղոթենք պատրաստվելու իսկական ցևով դարձիմը, փոխելու մեր ընթացքը, որպեսզի ավելի իմաստուն ցևով գործենք մեր կյանքին ընթացքին։ Ուզեմ հատուկ ցևով այսօր նաև աղոթենք եւ հիշենք ամբողջ աշխարհը։ Աղոթենք աշխարհի խաղաղության համար։ Մանավանդ Միջին Արևելքի, ինչպես կտեսնեք, այս պատերազմները, որ չեն թատրիր, եւ անոնց միակ պատճառը այն է, որ Աստծո հեռու են։ Գաղութենք հիշելու բոլոր նահատակները, բոլոր մերյանները եւ նաեւ գաղութենք ողջերուն համար, խնդրելով Աստծո, որ անոնց խաղաղություն բարգեւե, որ կբացի ամեն դուներուն մեջ։ Ամեն։